Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, ես հիմա եռաբլուրում եմ, ստեղ մի հատ շատ ցավալի զգացմունք է, որ անցնում ես նայում ես, այսքան ես գերեզմանները, ինչքան զոհ ենք մենք տվել, հազարավոր ազգակիցներ, այսօր եռաբլուրում են։ Ժողովուրդ ջան, պատերազմը շարունակվում է, այսօր պատերազմը հոգևոր է, հայոց եկեղեցու դեմ, այո, այսօր դևերը ամեն ինչ անում են, որ ջարդեն մեր երկրի ողնաշարը, որ հանեն մեր երկրի սիրտը, այո, ուզում են կոտրեն մեր հայկական եկեղեցին, ուզում են ջարդեն մեր հայկական եկեղեցին, շատ ցավալու է, ինչքան զոհեր տվեցին, մեր էգզիստենցիալնիստի համար, մեր գոյության համար, ու այսօր մեծ հարված է, մեծ պատերազմ է գնում հոգևոր դաշտում, եթե ջարդեցին մեր եկեղեցին, եռաբլուրը ցավում եմ, բայց պետք է ասեմ, կմեծանա, եռաբլուրները կշատանան, ամեն քաղաք, ամեն գյուղ իր եռաբլուրն ունի, միգուցե ժամանակն է, որ մենք արթնանանք, ժամանակն է, որ մենք մեկս մյուսին չուտենք, մեկս մյուսին չփնովենք, այլ գործով զբաղվենք, մեր ազգի պրոբլեմը դա է, որ ամեն մարդ իր գլխին առաջնորդ է, դրա համար թշնամին առիթից օգտվում է, այո, ժողովուրդ ջան, այսօր մեծ պայքարի առաջ ենք մենք կանգնած, ես բոլորիդ կոչ եմ անում, եթե դու հայ քրիստոնյա ես, կապ չունի, դու ինչ եկեղեցի ես գնում, որտեղ ես, եթե դավանում ես Հիսուս Քրիստոս, Տեր ու Փրկիչ, դու պարտավոր ես շարունակել աղոթել, այս դիվային հոգևոր դաշտում, որ կատարվում է, հետո ազդում է ֆիզիկական աշխարհի վրա, ժողովուրդ ջան, մենք պետք է ոտքի կանգնենք, մենք ունեցել ենք ավարայրի ճակատամարտ, գիտեք այդ ճակատամարտը ինքը հոգևոր պատերազմ էր, որ մեր ազգը ասելա, մենք չենք դառնա մահմեդականներ, մենք չենք դառնա հեթանոսներ, մենք քրիստոնյա ենք, դա հոգևոր պատերազմ էր, գիտեք, մեծ ազգեր են եղել, ես ասել եմ, եղել է Բաբելոն, եղել են ուրիշ ազգեր, որ ունեցել են կուռքեր, գիտեք, որ Բաբելոնի պատմությունը քննում ես, դիվային պարտալներ են բացել, բայց այսօր հարց, ուր են դրանք, չկան, մեզնից մեծ ազգեր են եղել, ուր են դրանք, չկան, մեծ իմպերիաներ են եղել, ուր են դրանք, չկան, բայց մենք կանք, ի շնորհիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ի շնորհիվ մեր Աստծուն, քաղաքականությունը գալիս գնում է, բայց Աստծո խոսքը հավիտյան է, դրա համար կոչ եմ անում բոլորին, ժողովուրդ ջան, կոչ, արթնացեք, մեր պայքարը քաղաքականության դեմ չի, հեսացից թղթերում ասվում է, որ մեր պայքարը մարմնի եւ այրան դեմ չի, մեր պայքարը հոգևոր իշխանության դեմ է, ու մենք չենք պայքարում զենքով, մենք պայքարում ենք Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի թափած այրունով, մեր ազգը այսօր գոյություն ունի, Հիսուս Քրիստոսի թափած այրունով, Հիսուսն է պահել պահպանել, դա ապացուցում է այն անհավատներին, որ այսօր գոռում գոչում են, ասում են մենք Աստծուն չենք հավատում, ապացուցում է, որ մեր քրիստոնեությունն է մեր ազգի գոյությունը պահել, եկեղեցու միջոցով, որովհետև քրիստոնեությունը դա մեռած կրոն չի, քրիստոնեությունը դա կյանք է, իմ սիրտս ցավում է, որ ես իմ ետևում տեսնում եմ այսքան զոհվածների, ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ, դարեր, մեր ժողովուրդը պայքարել է իր էգզիստենցիալնիստի համար, իր գոյության համար, աղոթենք մեր ազգի համար, աղոթենք Հիսուս Քրիստոսի անունով, փակենք մեր հոգևոր դարպասները, դևերի դեմ, ներս են ուզում մտնել Սոդոմ Գոմորային ուսմունքներով, Սոդոմ Գոմորային դոկտրիններով, Սոդոմ Գոմորային հիմունքներով, գիտես, այսօր ժամանակն է, որ մենք միաբանվենք, կանգնած եմ, մեր եկեղեցու կողքին, իմ աղոթներով, Աստծո խոսքն ասում է, այն ինչ որ կապես, դա կապված կմնա, այն ինչ որ արձակես, դա կարձակվի, բերեք կապենք այդ դիվային պառակտումը, մեզ միաբանություն է պետք, գիտեք, մի օր ինձ մի մարդ զանգեց, ուզում եմ քո հետ հանդիպել, ասի ես չեմ կարող, ես հիմա օդանավակայանում եմ, պետք է թռնեմ, ինչու, այն վիդեոները, որ այսօր Հայաստանով պտտվում է, դրա ավտորներից մեկը ես եմ, ես վերցրել եմ քո վիդեոները, աղվաղել եմ, ես չեմ կարող, իմ խիղճը տանջում է, ես ուզում եմ քեզանից ներողություն խնդրել, այո, ասում եմ, ես չեմ կարող հիմա հետ բերել այդ ամեն ինչը, բայց ես ուզում եմ քեզանից ներողություն խնդրել, ասացի, եղբայր, դու ներված ես,
ինձ կարիք չկա որ ինձ հանդիպես, ես քեզ ներում եմ։ Ոչ մեկը չի կարող իմ վերանապակել, ես այս ազգի զավակ եմ։ Ես ամեն անգամ օգնություն եմ հասցրել երկրին, Աստված ավակա։ Ես օգտագործել եմ այն լծակները, որ ես ունեմ իմ ձեռքում։ Ես 44 օրվա պատերազմում իմ երկրի կողմ եմ եղել։ Իբեք չեմ ամաչել, ասեմ, որ ես հայ եմ։ Ես միշտ իմ գլուխս բարձր ասել եմ, որ ես հայ եմ։ Ազգի պատիվը ամենտեղ բարձրացել եմ ու կբարձրացնեմ։ Շատ ազգեր կան, որ այսօր կորած են, բայց մեր ազգը մնացել է։ Ի շնորհիվ Տեր Հիսուս Քրիստոսի, երեք լինենք միաբան։ Կա հավատք, կա ազգ, չկա հավատք, չկա ազգ։ Պահեք ձեր սրտերը տարաձայնությունից, պառակտումից, հեռու, Աստված ձեզ օրհնելով օրհնի։